Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Շարմազանով, Աշոտ Նավասարդյանը անկախ Միացյալ Հայաստանի կողմնակից է, այսօր որքանով է նրա գաղափարը փորձում իրականություն դարձնել եւ Աշոտ Նավասարդյանը իր պայքարի ճանապարհին բազմաթիվ զրկանքների է ենթարկվել։ Այսօր երբ պայքարում եք, երբևէ ընկճվում եք, թե փորձում եք հենց նրա գաղափարները առաջ տանել։ Տեսեք, նախ Աշոտ Նավասարդյանը ոչ միայն կողմնակից է, նա ջատագովն էր եւ մարմնավորում էր անկախության գաղափարի։ Մի բան է կողմնակիցը, մի բան է մարմնավորողը, նա սիմվոլն էր անկախության հենց։ Աշոտ Նավասարդյանը ինքը իր կենսագրությամբ, իր պայքարով, դա ճիշտ Մերի ջան, առողջություն, սիմվոլն էր անկախության, որովհետև նա դպրոցական տարիներից զինվորագրվեց անկախության համար պայքարին, 12 տարուց ավել անցկացրեց խորհրդային գուլագներում եւ չընկճվեց, պայքարեց եւ նոր սերնդին, հանրապետական նոր սերնդին թողեց անկախության ու ազգային պետականության գաղափարը։ Աշոտ Նավասարդյանը ասել է մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն, պետք չի, մենք պետք է ունենանք եւ անկախ, եւ ազգային պետություն։ Սա եղել, եւ ասել է, որ հանրապետական կուսակցության գալիս են տալու գիտելիքները, նվիրումը, եթե պետք է առողջությունը։ Աշոտ Նավասարդյանը դժբախտաբար ես չեմ ճանաչել ազնապես, վաղ չեմ ունեցել շփվել, բայց Անդրանիկ Մարգարյանի շփումներից, Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Մուշեղ Լալայանի, Վազգեն Կարախանյանի, Ռազմիկ Զոհրաբյանի մասնավորապես, նրանց այդ շփումներին այնքան են պատմել, իհարկե Կարինե Նավասարդյանի, Աշոտ Նավասարդյանը մեզ համար միշտ կենդանի է եւ նրա գաղափարները միշտ կենդանի են։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ընկճվում ենք թե չէ։ Ես որ ասեմ չենք ընկճվում կհավատաս ինձ։ Մարդ ենք, պետք է կարողանանք ընկնենք էլ, բնական անկնելը, կանգնենք էլ, կարևորը չսողանք։ Կարևորը չսողանք։ Այո, այսօր մենք ընկած ենք, ազգային ողջ ազգը, ազգային հատվածը ընկած է, եթե ասեն թռնում ենք, ուրեմն անդարդ են։ Անկախության գաղափարի Աշոտ Նավասարդյանի իհարկե մեծ վտանգ է սպառնում, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ անկախության հռչակագիրը դա կոնֆլիկտի մասին հռչակագիր է, եթե ուզում են սահմանադրություն, նոր սահմանադրություն գրեն, բերեն, դայաղ անեն Ադրբեջանից բերված, որտեղ անկախության հռչակագիրը չկա, բա իհարկե մարտահրավեր է, ինչի դուք կարծում եք այսօր անկախ Հայաստանում ենք ապրում, այսօր մենք ավելի շատ ապրում ենք կոլաբորացիոնիստական ռեժիմի կառավարման շրջանում։ Եթե Հայաստանի իշխանությունը վախենում է խոսի Արցախի վերադարձի իրավունքից, եթե Հայաստանի իշխանությունը վախենում է խոսի Արարատի վերածննդի խորհրդից, եթե Հայաստանի ռեժիմը վախենում է առհասարակ խոսի էթնիկ զտումից, այդ ձևի անկախ պետություն տեսել եք։ Բայց ես իրատես եմ, ես կենացներ չեմ ասում, այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական ուժերի խնդիրը թույլ չտալ ավելին կորցնել։ Եղածը պահելն է այսօր մեր թիվ 1 գերխնդիրը։ Իսկ այս մարդկանցով եղածը չեն կարող պահել։ Ես եմ շնորհակալ։